Ավանդությունից զատ պատմական վկայությամբ Գառնիի հեթանոսական տաճարը կառուցել է Տուտատ առաջին թագավորը։ Նա 66 թվականին Հռոմում թագադրվելուց հետո գալիս է Հայաստան եւ կատարում է մի շարք շինարարական աշխատանքներ։ Նա կառուցել է Գառնիի հեթանոսական տաճարը եւ ձեռնամուխ է եղել մի շարք շինարարական աշխատանքների։ Գառնիի ամրոցում կառուցել է Գառնիի տաճարը, արքունական վաղնիքը, իսկ 7-րդ դարում կառուցել է Սուրբ Սիոն եկեղեցին։ Նրա շուրջը տարածվում է Ազեր գետի կիրճը, որտեղ գտնվում է Քարերի սիմֆոնիան։ 17-րդ դարում տաճարը հիմնահատակ ոչնչացված 1679 թվականին երկրաշարժից։ Ի օգուտ մեզ ավերակները թույլ տվեցին, որպեսզի տաճարը վերականգնի իր նախնական տեսքով։ Բայց այդ ծրագիրը գործեց միայն 20-րդ դարում, այն էլ ռուս հնագետ Ուվարովի կողմից։ Բայց նա առաջարկում էր ավերակները տեղափոխել Թիֆլիս, բայց Երևանի նահանգապետը թույլ չտվեց։ Ճարտարապետներ հայտնել են Գառնիի տաճարի կարևորության մասին։ Ճարտարապետ Սահինյանը տաճարը համարում էր գեղարվեստի մի կատարյալ ստեղծագործություն, իսկ ճարտարապետ Թոմանյանը տաճարը համարում էր հայ գեղարվեստի թագուհին։ Գառնու հեթանոսական տաճարը գտնվում է Կոտայքի մարզում, Գառնի գյուղում։ Այն համարվում է հելենիստական եւ հայկական մշակույթների ու ճարտարապետության յուրօրինակ կառույց։ 2011 թվականին Գառնու հեթանոսական տաճարը եւ Պալեստինում գտնվող պատիվ վայրը ստացան ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մելինա Մերկուրիի միջազգային մրցանակը։ Կան վարկածներ, ըստ որի տաճարը նվիրված է եղել հեթանոս արևի աստված Արեգ Միրին։ Միրի անունից ծագել է տաճարի ամբողջական անվանումը Մեյան անվանումը։ Կան նաև հայկական եւ օտար արտահայտություններ, օրինակ Միրան, Միրդադ, Մերուժան եւ այլն։ Մովսես Խորինացին իր այս պատմություն աշխատությունում անդրադարձել է Գառնու տաճարի հիմնադրմանը։ Նա պատմիչը նշելով շատ ավանդազրույցներից գրում է, որ տաճարը կառուցել է Հայկ Նաբետի որդին Գեղամը։ Գեղամը կառուցելով նման դասակերտաբարանք, այն անվանել է իր թոռան Գառնիկի անունով։